Հարգանքներս, հարգելիներս, խոստացել է, որ ուղիղ եթերով կներկայացնեն ընդհանուր իմ մոտեցումները քաղաքական բոլոր դրսևորումներին կամ իմ մոտեցումը այսօրվա իրավիճակին եւ դրա հետ կապված փոքրիկ տեսաուղերձ ունեմ իմ գործընկերներին, Facebook-ային ընկերներին, նրանց հետ ում որ ես աշխատանքային որոշակի հարաբերությունների մեջ եմ։ Գաղտնիք չի բոլորիս համար, որ մենք մտել ենք նույն ժամանակահատված պատմական, որը մեզ հայտնի է 1918 թվական պայմանական ձևակերպմամբ։ Նույն խաղացողները նույն հաջողությամբ, նույն մոտիվացիաներով եւ նույն գործիքակազմով աշխատում են տարածաշրջանում։ Հայ ժողովուրդը կամ հայ ժողովրդի քաղաքական կողմը նույն գործիքակազմով աշխատում է, ինչպես որ աշխատում էին մեր նախնիները 1918 թվականներին։ Բաժանված, մասնատված, իրար մերժող հայ ժողովրդի եւ հայ քաղաքական մտքի հատվածները պետության կայացման գործընթացը մղել են երկրորդ պլան եւ առաջի պլան են բերում անձնական մոտիվացիաները եւ կլանային շահերը։ Դիմում եմ մեր բոլոր մտավորականներին, ովքեր որ պարտավոր են այս ծանրագույն իրավիճակում խոսք ասել եւ խնդիրը տվյալ դեպքում նրանց ուղակի մասնագիտական կարողություններին են, որոնք չեն դրսևորվում։ Եթե 20 տարի, 30 տարի առաջ որևէ մտավորական, որևէ պատմության մասնագետ, գիտությունների դոկտոր, գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ կարող էին պատճառաբանել իրենց պասիվությունը այն տեխնիկական հանգամանքները, որ իրենք հնարավորություն չունեն եթերից ներկայացնելու իրենց տեսակետը, ապա այսօր յուրաքանչյուր մտավորական իր գրպանում ունի ժամանակակից հեռախոսներ, կապի միջոցներ, որոնք թույլ են տալիս ուղակի ձեռքի մեկ հպումով հանրությանը հասանելի դարձնել իրենց խոսքը։ Ես խոսքս ուղղում եմ մեր պատմության մասնագետներին։ Դուք եք այն շարժիչ ուժը, ովքեր որ պետք է ներկայացնեն այս ֆորմատով, ոչ թե ակադեմիական գրքերի հաստափոր գրելու ձևաչափով հայ ժողովրդի այսօրեական խնդիրները, ոչ թե վերլուծականներով, այլ պատմական նյութի մատուցմամբ։ Ես կարծում եմ, որ պատմության մասնագետները պարտավոր են այս վճռական պահին իրենց ոչ թե խոսքը ասելու, այլ ցույց տալու իրենց մասնագիտական որակը առաջի հերթին։ Ես դիմում եմ այն հասարակական քաղաքական գործիչներին, ովքեր որ եթերից մեկ այլ եթեր են գնում եւ հացը վաստակելու պատրվակով ներկայացնում են տարաբնույթ եւ որևէ արժեք չունեցող մտքեր։ Սահմանափակեք ձեր ուտելու ցանկությունը, եթերից ներկայացրեք այն խնդիրները, որոնք որ կապ ունեն պետության կայացման հետ։ 400-ից 500 վերլուծականներ, պայմանական քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվի անդամներ, ովքեր որ պատտվում են մեդիա դաշտում, բանավոր խոսքի եւ գրավոր խոսքի տարածքում, կրկնում են իրար եւ մերժում են իրար հետ ակումուլյացիայի ենթարկել հայ ժողովրդին վերաբերող կարևորագույն խնդիրները։ Մոռացության եմ մատնվել, որ մենք կռվում ենք մեր գոյությունը պաշտպանելու համար։ Տպավորությունը այնպեսին է, որ քաղաքական վերլուծաբանները մեծ հիացմունք են ունենում, երբ որ իրենց որևէ մեկ եզրակացություն տեղի ունենում մի քանի օր հետո։ Բոլորը մեծ հրճվանքով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի հեծանիվ քշելը կամ հեծանիվ չքշելը, նրա կնոջ պատրված տաբատը կամ մեկ այլ բան։ Դրանք 10-րդական խնդիրներ են։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական
իրավունքը գտնվում է ճգնաժամի մեջ, հայ ժողովուրդը հավաքական գտնվում է ճգնաժամի մեջ, Սփյուռքը վերջնականորեն գտնվում է ճգնաժամի մեջ, Սփյուռքում գործող որևէ կառույց չի կարողանում որևէ պետության մեջ գործող հայկական կառույց չի կարողանում ներկայացնելու որևէ մի ծրագրային կամ փաթեթային առաջարկություն չի կարողանում ներկայացնել ընդհանուր աշխատանք իրականացնելու համար։ Եվ պատճառը կայանում է միայն մեր պայմանական վերցած մտավորականների տգիտության, մտավորականների անբանության, պատմական գիտությունների թեկնածուների տհասության եւ բոլոր տեսակի այդպիսի անձերի անգործության պատճառով շարքային հայ մարդը չգիտի իր անելիքը։ Սրբազան շարժում ձևակերպեցին, տապալեցին եւ բոլորը հերոսաբար հիմա սրբազան շարժման շուրջ պտտվող անձինք ամեն մեկը փորձում է արդարացնել իր մասնակցությունը կամ իր չմասնակցությունը։ Քաղաքական միտքը ձևավորվում է եւ քաղաքական միտքը աշխատում է միայն այն դեպքում, երբ որ մտավորականները կամ պայմանական այն մարդիկ, ովքեր աշխատում են գրիչի հետ, նրանք կարողանան նյութը ներկայացնել, այլ ոչ թե խուսափել կամ նյութը ներկայացնել այնպես, որպեսզի այն շահեկան լինի հենց այդ պահի համար կամ իշխանությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով։ Ծանր ժամանակներ է եւ այս իրավիճակի պատասխանատուները հայ պատմաբաններն են, հայ լեզվաբաններն են, հայ ուսուցիչներն են, հայ երաժիշտներն են, այն երաժիշտներ են, որոնք գրում են այնպիսի երգեր, որոնք որ դաստիարակում են ապագա սերունդ, որոնց երաժշտության մոտիվացիայի հիմքը կամ արաբական կամ թուրքական մելիզմներն են։ Մեղավոր են այն կինոռեժիսորները եւ այն կինոսցենարիստները, ովքեր այսպիսի ֆիլմերի սցենարներ են գրել, որոնցից մենք պրծում չունենք, որոնք ձևավորեցին մեր բակի միջոցով այս ողբերգությունը։ Հանրապետությունը վերածվեց մեծ բակի։ Մեղավոր են այն շինարարները, որոնք որ կառուցում են Երևանը համաշխարհային ճգնաժամի ֆոնի վրա, ամբողջ այս շին ինդուստրիան տապալվելու է X պահին, դրա համար ընդամենը 1-2 տարի ժամանակ է պետք կամ ավելի քիչ։ Միթե այդ շինարարները այսօրեական իրենց խնդիրը տեսնում են քառակուսի մետրը $1000 Երևանում այս ճգնաժամային պայմաններում առաջարկելու տուն գնել, քառակուսի մետրը $1000 նվազագույնը։ Այս ողբերգության ապահովողները մտավորականներ են, ովքեր լուռ են, ուր եք դուք, ուր եք պատմական գիտությունների 1000 թեկնածուներ, ուր եք լեզվաբանության գիտությունների 1000 թեկնածուներ, ուր եք մշակութաբաններ, ուր եք Հայաստանի Հանրապետության թանգարանների տնօրեններ, որտեղ եք դուք, որտեղ պետք է լսենք մենք ձեր ձայնը։ Դուք ամեն մեկը տեղավորվել եք ձեր թանգարանի կաբինետում եւ այնտեղից սուրճ խմելով փորձում եք հայ ժողովրդի համար ապահովել ինչ-որ մի բան։ Որտեղ եք դուք։ Ինչու պետք է սովորական մարդը, սովորական հայը մնա անտեր։ Ինչու պետք է մտավորականը իր վրա չվերցնի այդ պատասխանատվությունը։ Ինչու։ Եվ եւս մեկ անգամ դիմում եմ բոլորին անխտի։ Դրանից հետո ասելու եմ հատիկ, անուն առանուն, եւ որևէ մեկը թող չկարծի, որ ինքը պատասխանատվություն չի կրում։ Գիրքը հրատարակել ենք, դրել ենք շրջանառության մեջ առաջի հանրապետության իրավահաջորդությունը։ Ոչխարի պես են իրենց պահում այն մարդիկ, ովքեր պարտավոր են այդ գրքի նկատմամբ իրավունք շրջանառություն ապահովել։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթերն են այդ գրքի մեջ զետեղված։ 4 ամսվա ընթացքում, 5 ամսվա ընթացքում լրատվությունը, հայկական մամուլը, հայկական հեռուստաընկերությունները թքած ունեն հայ ժողովրդի իրավունքի վրա։
թքած ունեն եւ ամեն մեկը երբ որ եթերից խոսում է պատմում են թամեն ասում է մի բան, որը որևէ արժեք չունի։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր չէ։ Եվ թող մտավորականները չխաբեն ժողովրդին, եթե իրենք համաձայնեն այս հանրապետության վարչակազմի հետ, ապա թող գնան կանգնեն այս վարչախմբի կողքին եւ ասեն մենք սատարում ենք ձեզ, Հայաստանը 29743 է, որպեսզի ամբողջ Սփյուռքի հայությունը հասկանա թե ինչ անի, ինչպես վերաձևակերպի իրավունքը կամ ինչպիսի մոտեցումներ ցույց տա։ Վերել ենք առաջի հանրապետության իրավահաջորդության փաթեթը, դրել ենք սեղանին։ Մտավորականները մերժում են, քաղաքական թիմերը մերժում են, եթե դուք մերժել եք Նժդեին, Մկրտչյան Արամի առաջարկությունն անպայման մերժելու եք։ Դուք եք մերժել Գարեգին Նժդեին, դուք եք մերժել Անդրանիկին, դուք եք մերժում այսօր Պարուլ Հայրիկյանին, եւ դուք շարունակում եք մերժել եւ մեղադրել մնացած բոլորին։ Ինչու՞։ Հաստագլուխ մտավորականներ, դուք հաստագլուխ եք։ Դուք մարդիկ եք, որոնք որ ծառայում են միայն ստամոքսը լցնելու։ Դուք այլ որակներ չունեք։ Եվ դրանք վերաբերում են երաժիշտներին, բարձր երաժիշտներին։ Նրանք ովքեր որ կոմպոզիտորների միությունում են նստած, գրողներ, որոնք նստած են գրողների միությունում, նկարիչներ, որոնք նստած են նկարիչների միությունում, ճարտարապետներ, որոնք նստած են ճարտարապետների միությունում։ Դուք բոլորդ հաստագլուխ եք ձեր ընդհանուր չափի կշռի մեջ։ Դուք եք պատճառը, որ հայ ժողովուրդը այսօր չի կարողանում հասկանալ, թե որն է իր պետությունը։ Եվ լրագրողների այդ բոլոր մեդիա տերերին մի հաստագլուխ էլ դուք եք, որտեղ ամեն մի թափթփուկի թույլ եք տալիս գա եթերից խոսելու եւ խոսում են եւ ներկայացնում են այնպիսի բաներ, որոնք հնարավոր չի տրամաբանության մեջ հասկանալու։ Խոսում եք սահմանադրական իրավունքի մասին ամեն մի եթերից, ամեն մի հիմարություն դուրս եք տալիս, որի պատճառով որևէ մեկը չի կարողանում հասկանալ ձեզ։ Ձեր պատճառով Եվրոպան չի հասկանում ձեզ, Թուրքիան չի հասկանում ձեզ, Իրանը չի հասկանում ձեզ, Ռուսաստանը չի հասկանում ձեզ։ Դուք ռուսերեն չեք կարողանում խնդիրը ներկայացնել։ Ամբողջ հայկական լրատվական դաշտի ռուսական սեկտորը չի կարողանում մարդավարին ներկայացնելու հայ ժողովրդի ոչ իրավունքը, ոչ պահանջը։ Մկմկոցից են կողմ որևէ խոսք չկա։ Բացեք նայեք ամբողջ ռուսալեզու ֆորմատը հայկական։ Ինչ եք քննարկում Ռուսաստանի հետ։ Լարսը բացեցին, Լարսը փակեցին։ Պեսկովը ասեց, Պեսկովը չասեց։ Միջպետական հարաբերությունները չեն կառուցվում Պեսկովի ասելով կամ չասելով։ Հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Հանրապետության միջև կա պատմական ճանապարհ, երբ որ պետությունները ձևավորվում են եւ այդ ձևավորված պետությունները ունեն որոշակի տրամաբանություն, ինչու են ձևավորվել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն այդպես։ Դուք չեք կարողանում Վրաստանի հետ հարաբերություն կառուցել, որտեղ ձեր հաստագլուխ պատմաբանները չեն կարողանում ներկայացնել հայ-ռուսական ներողություն, հայ-վրացական պատմական անցած ճանապարհը։ Փաստաթղթերի փաթեթը, որը որ կա, ես Հայաստանը երբ որ վերադարձա, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու է Հայաստանում այսպիսի լքված վիճակ բոլորի մոտ։ 1.5 ամիս ուսումնասիրել եմ փաստաթղթերի դաշտը, որպեսզի հասկանամ պատճառները որոնք են։ Նաև պատճառներից մեկը 1987 թվականի հունիսի 18-ին Եվրոխորհուրդը փաստաթուղթ է ընդունել հայ ժողովրդի վերաբերյալ, որը կոչվում է հայկական հարցի քաղաքական լուծման բանաձև։ Այ հաստագլուխ վերլուծաբաններ, պատմական գիտությունների հաստագլուխ տեխնացուներ, հաստագլուխ լրագրողներ, բայց դուք չեք հասկանում, որ դուք պարտավորություն ունեք։ Վերցրեք այդ փաստաթուղթը մի հատ կարդացեք, տեսեք ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ։
1987 թվականին սովետական միությունը դեռ կա, բայց Եվրոխորհուրդը ընդունել է բանաձև, որի մեջ գրված է հայկական հարցի լուծման քաղաքական բանաձև, այ հաստատ գլուխ տականքներ, բայց դուք չեք կարողացել հասկանալ, որ ժողովրդին չի կարելի այդ աստիճանի խաբել ու խնդիրը տեղափոխել Արցախի հանձնման եւ չհանձնման տարածք։ Դա հետևանքն է այդ փաստաթղթի։ Փաստաթղթի մեջ գրված է հայ ժողովուրդը ազգային փոքրամասնություն։ Փաստաթղթի մեջ գրված է, որ մեր իրավունքները, հայ ժողովրդի իրավունքները պայմանավորված են Լոզանի կոնֆերանսի համապատասխան հոդվածներով 33-ից մինչև 40։ Ձերպես ոչխարների պատճառով մեր ազգից 7 միլիոնն ապրում է Հայաստանից դուրս, այն 2.5 միլիոնն ապրում է ստրուկպես Հայաստանում, որովհետև դուք եք այդ անասունները, որոնք ապահովում են հայ ժողովրդի այսպիսի դառը կյանք եւ ապագա, եւ դուք եք այդ ձեր անասնական, ձեր անասնագոմը օրելի, որով որ դուք ապրում եք, պատճառը, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա բոլոր ճակատներով, իրավական, քաղաքական, մշակութային, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափով, միջազգային իրավունքի բոլոր ձևաչափով Ադրբեջանը հարձակվում է ձեր վրա։ Ու դուք այդքան անասուն եք, որ դուք չեք կարողանում սովորական բառապաշարով ներկայացնելու բարձր լրատվական տարածքից կոնցեպտուալ Հայաստանը ինչ պետք է լինի ապագայում։ Մի քանի հայրենասերներ, մի քանի որոնք որ եղունգները կրծելով փորձում են ապահովել երկրի կայունությունը, երկրի անվտանգությունը։ Կեցեն են մի քանի որց տղամարդիկ, ովքեր որ գլուխները կախ աշխատանք են անում։ Սյունիքում, Աշտարակում, Իրանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, այդ մի քանի բուռ տղերքն են մնացել։ Ավակ սերունդը, հաստագլուխ անասուններ, ձեզ այդպես հարկավոր կոչը, դուք պետք է գնաք քաղաքականությունից։ Նստել եք էկրանների առաջ ու հիմար խոսում եք, երիտասարդ ծերունին տանում եք տապալման։ Ալիևն ասում է, որ ես մեքենայով եմ մտնելու։ Դուք այս կոնցեպտուալ խոսակցությանը չկարողանաք գեներացիա անեք որևէ մի իդեա, որը որ մտնի շրջանառության մեջ։ Չի կարելի։ Եվս մեկ անգամ ասում եմ, ես ստանձնում եմ այդ դառը պատասխանատվությունը, անելու եմ ամեն ինչ։ Քարը քարի վրա չեմ թողնելու։ Այդ հաստագլուխներ, ովքեր որ եթերից խոսում են, իրենք պետք է դադարեն եթերից խոսելուց։ Որևէ մեկը իրավունք չունի եթերը լրացնելու, իրենց փողը վաստակելու համար բերելու ամեն տեսակի մի հիմարի, որը կարող է 1 ժամ դատարկաբանություն դուրս տալ եւ 40-50 հազար լսող նստեն, ասեն դե ասում էր էլի։ Բայց չէին ասում, որ Լարսը կփակեն, կամ բայց չէին ասում, որ Ադրբեջանը կհարձակվի, բայց չէին ասում, որ Նիկոլը հոգեկան հիվանդ է, բայց չէին, ու այսպես բաներ, պետությանը դա կապ չունի։ Դուք պետք է նայեք այ ոչխարներ, տնտեսական գիտությունների տեխնացու ոչխար հայվաններ, Եվրոպայի հետ առևտուրը 1 միլիարդ 250 միլիոնից պակասել դարձել է 850 միլիոն։ Ով է դրա մեղավորը պատասխանատու։ Այ պատմական գիտությունների տխմար ապուշներ, դուք փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն չունեք։ Փաստաթղթեր դրա ձեր առաջ դուք չեք կարողանում 2 հոդաբախշ նախադասություն կազմել։ Նույնը վերաբերում է լեզվաբաններին։ Նույնը վերաբերում է պարարվեստի մասնագետներին։ Այդ տղամարդը շալը կապած մեջքին թռնում է բեմի վրա։ Բայ անասուններ, դուք չեք հասկանում, որ Կովկասում տենք չեն ապրում։ Այ հայվաններ, ստիպված եմ ասում, բայց դες հասնում եմ որ ես ասեմ։ Բացեք մի հատ նայեք, տեսեք Լիսիցյանը ինչպես էր նկարագրում։
Բացեք մի հատ տեսեք Լալվարի որսը կինո նկարում հայ տղամարդը ինչ հագուստով էր։ Ամբողջը բերել կենտրոնացրել եք մի քանի մարդկանց վրա ու փորձում եք դրանով սղացնել, թե մեղավոր են էլի։ Նախկիններն են մեղավոր, ներկաներն են մեղավոր, իշխանականներն են մեղավոր, բայց այն մտավորականը, այն պատմական գիտությունների թեկնածու, այն երաշտագետը, այն կոնսերվատորիայի ռեկտորը, որոնք իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում, դրանով ովքեր հներն ու նախկիններն են մեղավոր, թե նորերն են մեղավոր։ Յուրաքանչյուրը իր գործունեության դաշտում պետք է լինի ազնիվ, գործունյա եւ անի այնպես, որպեսզի հայությունը կարողանա հաղթահարելու այս ճգնաժամը։ Լավ եղեք, հարգելիներս, հաջողություն ձեզ։